8 տարեկան Վանն արդեն լավ է։ Հիվանդասենյակի մահճակալը զիջել է 5 ամսական մի փոքրիկի։ Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում բուժվողների մեծ մասը մասնագետին է դիմել, երբ ջերմաչափը 40 աստիճան Ցելսիուս է ցույց տվել։ Ջերմաչափը դրել ենք 6 րոպե, սպասել ենք, հենց 44-ին հանել ենք, նայում եմ 40-ը։ Ես ջերմություն էի տվել 40 աստիճան, հետո վատ էի զգում, ինձ եկել եմ այստեղ ոլաբանում։ Լավացել ես։ Այո, բարձել եմ, որ նոր սկսվող թոքաբոր բա, հետո բուժումներ են ստացել, այսօր արդեն 7-րդ օրն է, որ պետք է ավարտեմ։ Դատարկ հիվանդասենյակ չկա, տարածված վիրուսն ուշ է հեռանում օրգանիզմից։ Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչի խոսքով վարակված երեխաների թիվը մեծ է, բայց իրավիճակը համաճարակային չէ Սանվանի։ Հիմնականում հայտնաբերվում է գրիպ Ան, H3N2 ենթատեսակը, վերջին 2 շաբաթվա ընթացքում հիմնականում դա երբեմն նաև COVID դրական ենք ունենում, բայց դա ավելի քիչ։ Բարդությունների մասին ասեմ, հիմնականում բոլոր տարիքային խմբերն ներգրաված են, կրծքի հասակը հատկապես գալիս է միջին օտիտներով ու թոքաբորբերով։ Դպրոցահասակ երեխաները երբեմն սինուսիտներով, էլի թոքաբորբերով։ Բրոնխիտներ ենք հաճախակի ունենում, ինչպես միշտ ամեն շնչառական վարակի սեզոնին։ Ամենամեծ առանձնահատկությունը կոնկրետ այս վիրուսի իր երկարատև համառ ջերմություններն են, դժվար կառավարվող։ Կլինիկան մի քիչ ավելի երկարաձգված է լինում։ Սովորաբար, եթե մենք վիրուսի դեպքում 5-6 օր ենթադրում ենք բարձր թվեր, հետո սկսում է նահանջել, այս դեպքում գուցե 1 շաբաթ եւ ավել ունենանք ջերմություններ հենց վիրուսով պայմանավորված։ Մանկաբույժի խոսքով կանխարգելիչ միջոցառումներից թերևս ամենաարդյունավետը պատվաստվելն է։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով Սյունիքի բժշկական կենտրոններում այս տարի սեզոնային գրիպի դեմ արդեն իսկ պատվաստվել է 10,000 մարդ։ Պատվաստանյութն առկա է բոլոր բուժհաստատություններում, անվճար բոլոր ցանկացողների համար։ Այն ցուցված է 6 ամսականից։ Ներկայում հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութ, որի բաղադրության մեջ ներառված է նաև ներկայում շրջանառող գրիպի ենթատեսակը, ենթատեսակը H3N2-ը։ Սեզոնային գրիպի դեմ կառավարել պատվաստանյութը բաղադրության մեջ ունի 2A տեսակի գրիպ եւ 2B տեսակի գրիպ։ A տեսակներից H1N1 եւ H3N2-ը, որը ներկայում շրջանառում է։ Հետևաբար գրիպի դեմ պատվաստվելով առնվազն այս 4 ենթատեսակներից պաշտպանված են լինում եւ այն ենթատեսակից, որը ներկայում հանրապետությունում շրջանառում է։ Առողջապահության նախարարությունն ամենօրյա մշտադիտարկում է իրականացնում հետևելու համար սուր շնչական վարակներով պայմանավորված համաճարակային իրավիճակին, հայտարարել է Անահիտ Ավանեսյանը, ներկայացրել, թե որ դեպքում կարող են հանրակրթական դպրոցներն անցնել հեռավար ուսուցման։ Մենք ունենք շատ հստակ մեթոդ եւ գծագրված մեխանիզմ աշխատանքի, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավել է, այս դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։ Մենք մեր կրթության գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք եւ այս հետ մոնիտորինգի արդյունքներով դասարանները ինքնուրույն կարող են անցնել հեռավար դասապրոցեսի, որ մի կողմից պաշտպանենք մեր երեխաների առողջությունը եւ հնարավորություն տանք, որպիսի վարակի այդ դպրոցներում կոնկրետ իջնի թվաքանակը, բայց մյուս կողմից էլ չխաթարենք ընդհանուր հանրապետությունով դասապրոցեսը։ Նոյեմբերի 3-ից հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիք մասնաճյուղը նույնպես կատարում է ամենօրյա մշտադիտարկում։ Մասնաճյուղի ղեկավարի պարտականությունները կատարող Լենա Մալինցյանի խոսքով այս շաբաթ սուր շնչական վարակներով մարզի բնակավայրերի պոլիկլինիկաներ դիմելիության աճ է նկատվում։ Անցած ամբողջ շաբաթվա ընթացքում բոլոր տարիքային խմբերում արձանագրվել է 186 դեպք, այնինչ ընթացող շաբաթվա 3 օրերին դրանց թիվը 228 է։ Ամեն աշխատանքային օր կառույցը դպրոցներից եւ նախադպրոցական ուսհաստատություններից ստանում է բացակայության վերաբերյալ տվյալներ։ Այսօր դեկտեմբերի 10-ի դրությամբ երեխաների ընդհանուր թիվը կազմում է 17091, հաճախել են 15602 աշակերտ, բացակային 1489, որից ՍՇՎ-ով 819։ Սյունիքի մարզում ունեն 48 նախակրթական հաստատություն, որոնց երեխաների թիվը կազմում է 4395, հաճախել են 3353, բացակային 1042, որից ՍՇՎ 622։
Մարզի հաջորդ 17 հանրակրթական դպրոցներում այս պահին դասերը բնականոն ընթացքի մեջ են, որևէ մեկը հեռավարի չի անցել։ Դիմումներ դասընթացը հեռավար անցկացնելու վերաբերյալ չկան, տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։ Տիգրանուհի Բադալյան, Ալեն Ծատերյան, Սյունիք լուրեր։